Հիմա Հովանավանքը անգամ վարչական իմաստով Նիկոլ Փաշինյանի սիրած կադաստրի թղթով դա պատկանում է եկեղեցուն։ Վարչականից դուրս հոգևոր, բարոյական բոլոր իմաստներով պատկանում է նրան, այսինքն այնտեղ իրենք այլևս որևէ լծակ չունեն։ Դուք գիտեք, որ հաջորդ օրը գնալու են այնտեղ պատարագի եւ այլն։ Եթե ինչ-որ մի բան ուզում եք պաշտպանել կամ այդքան պաշտպանող եք, ինչի գիշերվանից չգնացիք Հովանավանք ու ասեք թույլ չենք տալիս, որ կարգալույց եղած հոգևորականը չմտնի Հովանավանք, որտեղ դա մեր սեփականությունը որպես այդպեսին է, եւ վարչական իմաստով, հոգևոր եւ մնացած եւ արժեքային իմաստով, բայց այդքան պաշտպանող եք, խի, որովհետեւ գիտեք, որ այնտեղ իրականում գնալու են, չէ՞։ Իրականում է լինելու, բա ուր եք այդ ժամանակ։ Այսպես շատ բաներ կա, որ մարդիկ այնքան լավ են պատկերացնում։ Դրա համար պետք է վերջ տալ այդ անբովանդակ մարմնաշարժություններին եւ այլն։ Դրա համար ընդդիմափոխությունը միակ ճանապարհն է, որ կարող է լինել իշխանափոխություն։